1994 թվականին երգահան Բրայան Օնոն տարօրինակ պատվեր ստացավ խոշոր ընկերությունից, պատվիրատուն նշել էր. մեզ պետք է երաժշտական ստեղծագործություն, որը կլինի ոգեշնչող, ունիվերսալ, լավատեսական, սենտիմենտալ, ֆուտուրիստական եւ էմոցիոնալ, եւ որ ամենակարևորն է, այն պետք է տևի 3.25 վայրկյան։ Այսպես ծնվեց Windows 95 հայտնի օպերացիոն համակարգի հայտնի նախերգանքը։ Բարի երեկո, եթերում լավատեսական, ոգեշնչող, ունիվերսալ եւ սենտիմենտալ նոտան է, հարմար տեղավորվեք, երաժշտական էմոցիաների սիմֆոնիան մեկնարկում է։ Այսօր նոտա են խաղում դերասանուհի, երգիչ, հաղորդավարուհի, դերասանուհի եւ գրող ու հաղորդավար։ Իմ գործընկերները իմ տաղավարում են Պարքևը, Մերի Քոչարյանը, Համլետ Արաքելյանը եւ Մանե Մխոյանը։ Բարի երեկո, սիրելիներ։ Բարի երեկո։ Ինչ լավ է, որ դուք ինձ հետ եք այս տաղավարում, ես ինձ առավել լիարժեք եմ զգում եւ ուզում եմ հասկանալ, թե դուք ինչպես եք։ Շատ լավ։ Շատ լավ։ Հիանալի, շատ վստահ հնչեց։ Պատրաստենք։ Մարտական ուղակի։ Մարտական։ Իմացանք, որ Համլետն էլ ուղակին որ Մերի, մարտակ։ ինձ հետաքրքիր է, դուք կգրադասեիք ֆիլմում խաղալ երգչուհու դեր, թե տեսահոլովակում նկարահանվել որպես դերասանուհի։ Օ, իդեալական հարց է, որի պատասխանը շատ բարդ է, բայց կարծում եմ ֆիլմում խաղալ երգչուհու կերպար։ Ֆիլմում խաղալ երգչուհու կերպար։ Այո, շատ կուզեմ։ Պարքև։ Ես էլ կուզեի։ Երգի որևէ տարօրինակ պատվեր ստացել ես։ Դեռ ոչ։ Դեռ ոչ, բայց Ամեն ինչ կարա լինի։ պատրաստ ես։ Իսկ ուզեիր։ Չէ։ Չէ, ուզեի։ Ամենասիրված եվրատեսիլյան երգը ամբողջ եվրատեսիլի պատմության մեջ։ Ասեմ քելե։ Քելե։ Ահա։ Քելե եւ ես քելեով անցնում եմ դեպի այս կողմ։ Մանե, առավոտյան սուրճը լուր, թե երաժշտության ուղեկցությամբ։ Առավոտյան սուրճը լուր։ Առավոտյան սուրճը։ Միայն առավոտյան սուրճը լուր, հետո անդադար երաժշտություն։ Իսկ որ երգն է, որ սուրճից ավելի է թարմացնում։ Ես դառը սուրճի սիրահարս, չգիտեմ։ Մարի, բացի դա այնտեղ սուրճը գոնե կա։ Համլետ, ո՞նց ես։ Մարտական։ Հյուրընկալ։ Մարտական եւ հյուրընկալ։ Իդեպ Համլետը հաղթել է մեզ մոտ կինո նախագծում եւ նա երբ ասում է մարտական, այստեղ կարելի է լուրջ մտածել, թե նա ինչ նկատի ունի։ Եվ այսպես, սիրելիներս, այսօր խաղալու ենք նոտա ու գուշակելու ենք աշխարհի բոլոր երգերը նոտա առ նոտա։ Խաղի հիմնական հատվածը բաղկացած է 4 փուլից, որոնցում ներգրավված են բոլոր մասնակիցները, բայց եզրափակչում կհայտնվի միայն մեկ դուետ։ Իսկ այս պահին պետք է պարզենք, որ զույգն է սկսում խաղը։ Այդ նպատակով հատուկ հարց ունենք պատրաստած։ Եվ այսպես նախընտրական փուլ։ Ես կհնչեցնեմ հարցը, որի պատասխանը ստույգ թիվ է։ Դուք ձեր առջև դրված թղթերի վրա պետք է գրեք պատասխանի ձեր տարբերակը։ Եվ խաղը կսկսի այն դուետը, ում պատասխանի տարբերակը առավել մոտ կլինի ճիշտ պատասխանին։ Եվ այսպես հարցը. 2020 թվականին Eminem-ն իր Godzilla ստեղծագործությունը կատարելիս սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ, դառնալով ամենաարագ ռեփ կարդացող արտիստը։ 30 վայրկյանի ընթացքում քանի վանք է արտասանել ռեպերը։ Եթե ռեկորդ 30 վայրկյան 1 վայրկյանով Վայրկյանում մեկ բառ հաշվի, մեկ բառ երեք բառ։ Անգամ 30 մոտ Ժամանակը գնում է, արդեն կարող եք որևէ։ Մեր դուետը պատրաստ է։ Ձեր դուետը պատրաստ է։ 1500։ Ժամանակ։ Ահա։ Եվ այսպես, խնդրեմ, Մանե Համլետ ձեր տարբերակը։ Խիստ չդատել։ Շատ մոտիկ է։ 1050։ 1050 ձեր տարբերակն է եւ 1500 Մերի եւ Պարքևի տարբերակը։ Eminem-ը շատ կուրախանար, որ դուք այս տիպի կարծիք ունեք իր մասին, բայց առավել մոտ է ձեր տարբերակը, որովհետեւ 339 վանք է արտաբերել 30 վայրկյանում ու հատկանշական է, որ նախորդ ռեկորդը նույնպես նրանն էր։ 123 վանք 12
վայրկյանում։ Եվ այսպես խաղը սկսելու են Համլետը եւ Մանեն, բայց մինչ այդ թուլացնում ենք մկաները, լարում ենք զգայարանները։ Իգոր Նիկոլաև, Ռիչարդ Մադլենյան, Դեյվիդ Գետա։ Մենք խաղում ենք նոտա։ Առաջին փուլում պետք է գուշակել 15 ստեղծագործություն, դրանք խմբավորված են 3 կատեգորիաներում։ Երգերը գուշակելու եք ըստ խոսքերի, ըստ երաժշտության եւ ըստ տեսահոլովակի։ Յուրաքանչյուր ենթախմբում երգերն ընտրված են որոշակի տրամաբանությամբ։ Բարի երեկո Եվրոպա։ Այստեղ Եվրատեսիլի տարբեր տարիների հայ պատվիրակների երգեր են։ Անգլերեն խոսքերը թարգմանել ենք Google Translate-ի միջոցով։ Ուղղագրությունն ու կետադրությունը Google թարգմանչինն են։ Երկու աստղ խոսքի մասին չէ։ Դուետներ են, հնչելու է միայն գործիքավորված տարբերակը։ Եվ մանկական սրճարան։ Կդիտեք հատվածներ հիմնականում անչափահաս լսարանի համար նախատեսված տեսահոլովակներից։ Դրանք անձայն են, բայց պետք է բարձրաձայնել երգի վերնագիրը։ Նախընտրական փուլի հաղթող զույգը սկսում է խաղը, բայց կոճակը սեղմելու իրավունք ունեն երկու թիմերն էլ։ Ճիշտ պատասխանողն ընտրում է հաջորդ երգը։ Սխալ պատասխանի դեպքում մրցակիցներն անմիջապես իրենց տարբերակը հնչեցնելու հնարավորություն ունեն։ Եվ եթե այն ճիշտ լինի, կստանա սկզբնական միավորների կեսը։ Մենք սկսում ենք առաջին փուլը, Համլետ խաղը սկսում եք դուք, խնդրեմ ինչպես եք ուզում գուշակել, միավոր վաստակել։ Մենք պարզապես պատտվեցինք, նայեցինք իրար եւ հասկացանք, որ մենք ուզում ենք ասել բարի երեկո Եվրոպա։ Բարի երեկո Եվրոպա, ես այն երջանիկներից եմ, որ դա ասել եմ։ Մենք նախանձում ենք։ Եվ 30 միավոր։ Ժամանակը 30 միավոր։ Այո։ Խնդրեմ։ Ցանկացած ժամանակ, երբ քեզ պետք լինեմ, Համլետ։ Ո Հայկո anytime you need։ Anytime you need, ճիշտ է։ Եվ դուք էլ շարունակում եք, խնդրեմ։ Շարունակենք Բարի երեկո Եվրոպա։ Միավոր դու ասա։ Եվրոպա։ Դարի վերև գնանք 40։ 40։ 40 միավոր, խնդրեմ։ Մատներս կտցնում եմ 1, 2 ուրես, դուք եք 1, 2 Snap, ճիշտ է։ Անգլերեն թարգմանում է երգը։ Մատները կտացնում են։ Շատ դժվար է, բայց։ Համաշխարհային հիթը։ Ահա, Եվրոպայից ոնց որ Հեռանանք մի քիչ։ Չէ, կարող եք մնալ Եվրոպայում, նայած ինչքան է վիզան տրված վերջին անգամ։ 50-ն էլ, հա, լավ։ 50-ն էլ են Կարճ մեր մասին։ վաստակում։ Դրել եմ ընտիրակնոցներս, մուքսև ու ես իմ տեղում եմ։ Պարքև։ Պան իմ survivor երկնա։ Դե մեզ մի կտոր այդ երկից Պարքևի, էլի, Պարքև։ Դու մեզ վերեցի հաղթանակ։ I got my bad sheets on, job like I'm in my zone. I'm sick of the news, I'm sick of the views, I'm sick of the lies they've told. Yay! Բրավո, ու շարունակեք։ Մերի։ Եվ Կարող է բարի երեկո նոչ է։ Մանկական, բայց տեսահոլովակներ են։ Կարող է երկու աստղ լսենք մենք երևի ավելի ճիշտ է, հա։ Երկու աստղ ու քանի միավոր։ Հայերեն երգեր են, թե չգիտենք։ Տեսնենք ինչ։ Տեսնենք։ Իսկ 40։ Աչա Մերի, Պարքև, ասա։ Բայց ես ուրիշ Այո, Տատասիմոնյան, Անատոլի Դիպրով, Արմենիա։ Բրավո, Մերի դուք եք շարունակում։ Էլի, երևի որը ստացվում է գնանք, բարձրանանք 50, ուշադիր ես։ 50, երկու աստղ 50։ Ես ինչ որ այսօր։ Շատ անթա բայց Այո, ինչու, Քրիստինե Պեպելյան եւ Արմենչի։ Ինչու, այ հիմա իմացաք ինչու, որ ձեզ բերի համապատասխան միավորներ 120, ձեզ մոտ 90 է, բայց խաղը դեռ նոր է սկսվել, չենք հուսահատվում, շարունակում ենք։ Ասա, մնալ երկու աստղում, թե գնալ Արի ապահով խաղանք, հետ գնանք Եվրոպա։ Արի լավ, հետաքրքրության համար գնանք մանկական սրճարան, ինչ կասես։ Մանկական սրճարան 30։ Մանկական սրճարան 30։ Մանուկների օրն է, մեկը հունիսի։ Ճիշտ է, մեկը հունիսի։ Ինչու գիտեմ, բայց Ես շատ է բարդ եմ բաներով, որովհետև
Բրավո, մանե։ Երեխաների նկատմամբ անտարբեր չէ։ կտրում աչքը։ Ավելի ծիծաղալու էր, որ ես արևիկից եմ եղել ու մեկա չիմացա։ Հա։ Օ, արևիկում երկել է։ Այո։ Ախ, ինչ հաճելի։ Ինչ հաճելի։ Բարձրանանք 40։ Բարձրանանք, կարծես լավ է։ Մանկական սրճարան 40։ Մանկական սրճարան 40, խնդրեմ։ Արևի մարդիկ ուրախ ու երջանիկ։ Արևի մարդիկ բետի, ճիշտ է։ Բրավո մերի, դուք եք շարունակում։ Չգիտեմ։ Բարքև Արի ասա։ փորձենք բարի երեկո Եվրոպա։ Բայց փոքր միավորն են Բարի երեկո Եվրոպա։ Բայց կարող ենք փորձել, արի 20։ Բարի երեկո Եվրոպա 20։ Բայց Հավատացի նրա ամեն բառին, իմ լսած ամենից շատ, բայց այնքան Apricot Stone եւ Arrivas։ Arrivas, Apricot Չէ, ես միացամից վերջին տողերն եմ կարդում, իրար տեսա ամենից բարձր։ հավատացի ամեն բառին, դրանից անհնար էր հասկանալ, էլի որ դա է։ Բայց Համլետի սկզբունքը կարող եք կիրառել, որովհետև շատ խորագետ է, որովհետև այնտեղ գալիս է արդեն կրկներքային հատվածներ ու ավելի հեշտ կարելի է միանգամից գուշակել։ Ծիրանի կուտը Ամեն ինչ պատմում ամեն է։ ինչ փոխում է այս կյանքում։ Համլետ Ասա։ կտիր։ Կամ երկու աստղ 30 կամ բարի երեկոն փակենք։ Թե արի մեծ միավոր։ Չգիտեմ, ընտրիր Համլետ։ Երկու աստղ 30։ Ծիրանի կորիզից հետո Երկու ընտրիր։ աստղ 30, խնդրեմ։ Մոլորվում է։ Մանե։ Մոմերը։ Եկ այս գիշեր վառենք բոլոր մոմերը։ Այո, Արման Հովհաննիսյան, Արմին այս գիշեր, եկ այս գիշեր, Ես վառենք բոլոր ասել եմ բայլիկներից հասկացա։ մոմերը, հասկանալի է, չէ։ Մոմերը։ Երկուսիդ էլ հուշում էի համենայն Մեծ մեծ։ մեր կանգնած։ Մենք ուղղակի Ոնց որ Ես իրանք պանտամին գիշերները բայց ավելի եմ շատ ուժեր։ մոմ են վառել, քան դուք, դրա համար ավելի շուտ կողմնորոշվեցին ու տվեցին պատասխանը։ Խնդրեմ, Արի բարի երեկո Եվրոպա 10։ Բարի երեկո Եվրոպա 10։ Եվրատեսիլ է։ 10 միավոր, Պարքև, միանգամից կարող ես սեղմել։ Should I live, should I die without your love? Անդրե, without your love։ Տեսեք այդ սկիզբներ բառերը հասկացա։ Եվ խնդրեմ, շարունակում ենք։ Շարունակում ենք։ Ինչ մեն, դեռ կա։ Մանկականը արդեն արել ենք։ Մանկական սրճարանը դեռ 50 միավոր կարող է բերել ձեզնից յուրաքանչյուրին։ Անենք, կարանք։ Մանկական սրճարան Այո։ 50։ Այո։ Ահա։ Էս ինչա։ Էս լիդուշիկա։ Այ Պարը ինձ համար է։ Բրավո, բրավո։ Քոչարյան շիկի հետ միասին պարը ինձ համար է։ Ստեղծագործության վաստակում են 50 միավոր ու շատ հետաքրքիր պատկեր է ստացվում 200 միավոր ձերն է եւ 190 միավոր ձեր մրցակիցներինը։ Հավասար պայքար է ընթանում առաջինի եթերում մենք շարունակում ենք նոտան ու շարունակում ենք գուշակել երգերն ու ստեղծագործությունները նոտա առ նոտա։ Ու կարող եք ունենալ 10-20 միավոր երկու աստղից կամ մանկական սրճարանից։ Մանկական սրճարան կարծում եմ էլի։ լավաստացի, 20 միավոր։ Ահա, 20 միավոր, խնդրեմ։ Բայց այսօր իմ ծնունդն է մեծացել։ Ագիր գիտի 10 լարին Ես դեռ 22 տարեկան եմ, Այ որ դուք դատում մեկ մեծերի մեծերի սրճարան գնալուց հետ զատ գնայիք մանկական սրճարան կիմանայիք։ Ինչ երկեր են այնտեղ հնչում։ Բրավո, Մերի, շարունակեք։ Դե եկեք փակենք այս իմ սիրելի կատեգորիան։ Այո։ Մանկական սրճարան 10 միավոր, խնդրեմ։ Ձկնի Գիտեմ, Baby Shark։ Baby Shark dance։ Այո, Baby Shark dance։ Բրավո, բրավո, եւ միավորով արդեն առաջ եք անցել։ Համլետ, Մանե, վերադարձեք, հիշեք ձեր տարած հաղթանակները մեր նախագծերում ու շարունակեք։ Երկու աստղ, 10 թե 20 միավոր։ 10-ից գնանք, ինչ ես կարծում, որ եթե իրանք էլ լինեն, գոնե քիչ։ Օհ, ինչ լավ։ Վաու, ստրատեգիա։ Մշակված խաղ է։ Մշակված խաղ, որ անգամ եթե դուք գուշակեք 10 միավոր է։ 10։ 10, խնդրեմ, երկու աստղ 10։ Լսում ենք։
Մենք չէ դաշտերով։ Չէ, մերիենք են սեղմել, ասել։ Գիտես, որտեւ ես կասկածում եմ։ Լեռներով դաշտերով 230 միավոր եւ 20 միավոր կարող է վաստակել ձեզնից յուրաքանչյուրը, եթե արագ կողմնորոշվի, թե որ դուետն է հնչում։ 2 աստղ 20 միավոր, խնդրեմ։ Համլետ։ Ես եւ դու ու չկա էլ ոչինչ մեզ համար։ Ոչինչ։ Ու չկա էլ երկմեր հարցաբազայում ավարտված է առաջին փուլը։ Եվ այսպես 220 միավորով եւ 230 միավորով մրցակիցներ ինձ հետ միասին գալիս են երկրորդ փուլ։ Տեսնենք այնտեղ հավասար պայքար կընթանա, թե ինչ որ մեկը առաջ կանցնի։ Շարունակում ենք ամենաոգեշնչող, սենտիմենտալ, էմոցիոնալ հեռուստախաղը եւ հասել ենք ամենաէմոցիոնալ փուլին։ Եվ այս փուլում մեր մասնակիցները հնարավորություն ունեն գուշակելու հետևյալ սկզբունքով։ Երգերը գաղտնագրել ենք էմոջիների միջոցով։ Դրանք կարող են խորհրդանշել ինչպես երգի անվանումը, այնպես էլ հայտնի խոսքեր, անգամ հնարավոր է որ լինեն տեսահոլովակից որևէ դրվագներ։ Այս փուլի երգացանկն ամեն անգամ ընտրում ենք որևէ արտիստի երգացանկից։ Այսօր մեր էմոջիները բնութագրելու են, պատկերելու են Ֆորշի երգացանկի երգերը։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան կարող է բերել 20 միավոր եւ եթե պատրաստ եք, մենք կարող ենք սկսել։ Ինչ որ մի հատ էմոջիի դեմք արեք ամեն մեկդ։ Ահա։ Բարգը զարմացած է։ Չէ։ Մերին Ուրախ ես։ ուրախ։ Ուրախ։ Բարգը Ես ուրախ է։ տխուր։ Ահա։ Մերին տխուր։ Համլետ։ Ես արդեն էմոջի եմ։ Դու արդեն էմոջի ես։ Քոն ուղակի են որ գրում են մարդ ու բերում է այդ էմոջին։ Չէ, ակնոցով։ Ակնոցով էմոջին է, ահա։ Մանե մտածող էմոջին է։ Եվ այս մեր 4 ամենալավ էմոջիները կգուշակեն այն երգերը, որոնք թաքցված են մեր մյուս էմոջիների ներքո։ Սկսում ենք երկրորդ փուլը։ Խնդրեմ ուշադրությունը էկրաններին։ Դուք եք սեղմել։ Հա։ Երևան, Հայաստան, քայլել գիշեր։ Քայլելը ուրիշ ինչ բառ։ Զբոսնել, վայ, վերնագիրա, չեմ, վերնագիրա, չէ, չեմ։ Զբոսանք որտեղով, խոսեցիք այդ քաղաքից։ Մենք հիմա գտնվում ենք այդ քաղաքում։ Երևանում։ Զբոսանք Երևանով։ Զբոսանք Երևանում։ Եվ Ֆորշի առաջին երգը բերեց 20 միավոր Մերին ու Պարքևին։ Մենք շարունակում ենք, կոճակը կարող եք սեղմել։ Ով առաջինը գուշակի, գնացինք։ Ինչ։ Երևանը տունուշենք չէ, Երևան մենք ենք։ Բրավո։ Մեր ինչ հաճելի ձայն ունեք, ինչ գեղեցիկ եք երգում։ Ես անհամբեր սպասում եմ կարաոկե փուլին արդեն տեսնեմ այնտեղ ինչ եք անելու։ Երևանը մենք ենք ստեղծագործություններ ու մենք շարունակում ենք։ Ահա։ Ես էի։ Այո, Պարքև։ Crazy աղջիկ, crazy-ն Գիժ, խելագար։ Խյով, բայց Խենթ աղջիկ։ խենթ, բայց նենց ասիլ խենթ, ոնց որ ուրիշի խենթ է լինել։ Որտե հիշեցի ուղղակի։ Խենթ աղջիկ, դու խենթ ես, խենթ աղջիկ մինուս է։ Մանե Համլետ, Ես սեղմել էի, ապս չհասցրի։ Մենք սեղմեցինք, բայց սեղմեցիք, բայց չհասցրեցիք։ Այո, այստեղ նաև գործում է արագությունը։ Արագությունը, որքան արագ, այնքան ավելի մեծ հնարավորություն միավորներ շահելու հաջորդը։ Այո, Համլետ։ Չգիտեմ։ Հենց այսպես էլ ապրում ենք, ճիշտ է։ Այսքանը։ Բայց այն սուրճը։ Բանդեղ Մի բոլոր խորացի։ հերոսները կան, չէ։ Սուրճը չենք Դա հասել։ ռիպսիկն է, որ սուրճ է եփում։ Այո, Պարքև, դուք ավաղ չեք եղել հայտնի Կազիրյոկում ու չեք վայելել Ռիպսիկի ամենալավ սուրճը։ Ես արել եմ այդ բանը, ինչի համար ուրախ եմ եւ գնացինք առաջ։ Ինչ եք տեսնում։ Մանե։ Մանաս։ Չգիտես ուղղակի սեղմել։ Դե գուշակ է։ Երկե ճանճի մասին։ Ահա, ճանճին ուրիշ ոնց կարող ենք ասել։ Ահա, բզեզը ճիշտ է։ Ուղղակի բզեզը։ Բզեզը։ Հիանալի է, եւ շարունակում ենք հաջորդը։
Միլիոն դոլարով մի միլիոն դոլար Իսկ հետո ավելի մի քիչ հետ հենկոմ գնանք դրամ կոպեկ բարձրախոս տամ երկես Կոպեկ ուրիշ ոնց կարելի ասել մետախ դրամ Լավ, չեմ կարող ավաղ ընդունել ամեն ինչ արեցի Էդ սենց Մի գրոշ տվեք Երկերիս համար մի գրոշ տվեք Ֆորշի Վերջինը ինչ է Այստենց մի գրոշով երկեց դարձավ ամենաթանկ երկիչներից մեկը մեր Ֆորշը ու մենք շարունակվենք Խնդրեմ հաջորդը Ես իմ սիրած երգն է Այո Ինչ ենք տեսնում Չգիտեմ, բայց Չեմ, ասա, կարդա, գիշեր Գիշեր քաղաք չէ Ահա Լիցքեր այսինքն Գիշերը չունեմ քուն Մի րոպե նայ գիշերը Գիշեր Չի հերիքու Գիշերը չի հերիքի Մեզ էլ չի հերիքի Գիշերը չի հերիքի Մեզ էլ չի հերիքի Անկեղծ չէի գուշակի Բա Անկեղծ Եվ խնդրեմ հաջորդը Ես ուրվական եմ սիրելի Բրավո մերի ճիշտ է Ուրվական Հաջորդը Այստեղ պահենք Ովքեր են Ահա Ծովը ես ջերին Էլով Ես Էլով դիմացի խաղընկերոջը նայի ասա Ջերին ծովն ու ես Մերին ջերին ծովն ու դու Ծովն ու ես իանալից ստացվեց Բրավո Եվ Ինչ վերջինը Չգիտեմ Երկել դու Մի վարկյան Նոտա Երկել Սեղ մեկ հետո եք է մտածում այդ է խնդիրը Հետո 20 վարկյան կար կարող էիք Մենք որ ասենք մեզ միավոր Քո Սպասի պարտվեն նոր 2 1 որևէ տարբերակ Չունենք ներեցեք Չունեք տարբերակ Քեզ համար է Լսիր այս երկը քեզ համար Սա է քեզ համար Ես այսօր երկում եմ քեզ համար Եվ ավարտված է երկրորդ փուլը ու կարելի ասել ինչպես առաջին փուլում 10 միավորով առաջ են Մերին եւ Պարքևը Պայքարը հավասար է Մենք կհանդիպենք հաջորդ փուլում եւ կիմանանք թե ինչ ընթացք կունենանք Իմ ներկայությունը շատերին է հաջողություն բերել ու ոգևորել այս կյանքում դրա համար այս լիցքերը տալիս եմ ձեզ սիրելիներս եւ ուզում եմ ընթերցել երրորդ փուլի կանոնները երրորդ փուլը բաղկացած է 3 ենթափուլից թիմերը խաղում են միմյանց դեմ հերթով գուշակելով երգերը որոնք հնչելու են սովորականից արագ դանդաղ եւ ետընթաց տարբերակով այսինքն reverse տարբերակով հնչող բոլոր հատվածները տևում են 40 վայրկյան դրանց հետ միաժամանակ միանում է նաեւ միավորների հետ հաշվարկը ամեն վայրկյան նվազեցնելով 1 միավոր կոճակը սեղմելու պահին էկրանին գրված միավորն էլ կստանա զույգը ճիշտ պատասխանելու դեպքում որքան շուտ այնքան շատ Նախորդ փուլերի հանրագումարում առավել շատ միավորներ վաստակած զույգը որոշում է թե ով է սկսելու խաղը Մերի եւ Պարքև դուք եք որոշում Դուք եք սկսում խաղը թե ձեր մրցակիցները Մենք Դուք եք սկսում խաղը այս պատասխանատվությունը նրանք վերցնում են իրենց վրա եւ առաջին ստեղծագործությունը որը կհնչի արագ տարբերակով հնչում է միայն ձեզ համար այստեղ կոճակը սեղմում ենք այն պարագայում որ հենց ուզում եք արդեն տալ պատասխանը որքան շուտ այնքան շատ միավորներ կվաստակեք եւ այսպես առաջին ստեղծագործությունը խնդրեմ Վինի-Պուխի Վաննա, վինի Սպասի չէ Արի մի քիչ ուրիշտեղ գնանք Պապիկա ինչ-որ Պապիկա Այդքան էլ կարող է պապիկ Իսկ մենք չենք կարող պատասխանել այս հարցին Ո՞նց շարունակ ես Տամ Տան տարարան Կարող լինի փոխիկնել այդ օրին հայտնվեր, եթե տեսներ Էսմերալդային, բայց խոսքը բել ստեղծագործության մասին է, փորձեցի Կվազիմոդոյին ինչ-որ մի կերպ ձեզ պարգևել, որը ձեզ չբերեց միավոր, բայց ոչինչ չենք ուզահատվում փուլը նոր է սկսվել մանավանդ որ ձեր մրցակիցները անթակույց ուրախությամբ կանգնած են Բայց փորձում ենք օգնել, չէ Մենք փորձում ենք օգնել Այո, դուք այո, շատ լավ իհարկե ուրախացած Նույն սկզբունքով գուշակում եք դուք հնչում է երգի արագ տարբերակը, պետք է արագ կողմնորոշվել շատ միավորներ վաստակելու համար, խնդրեմ
Դուք ինչ եք ասում, սա իրենց համար է։ Հա, բայց Na 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 Մի րոպե։ Ագուտին ասա Շալնայա տարամ։ Այդ մի բառ է շու։ Այս ինչ կարող է լինել։ Օստրով։ Ճիշտ է։ Բրավո, ձեզ էլ էի հուշում դրա համար այստեղ էլ կարող է ինձ այդ իրավունքը վերապահել հուշելու։ Դանդաղ փուլում հուսամ դուք արագ կկողմնորոշվեք եւ հաջորդ երգը հնչում է մերի պարկել ձեզ համար, երգի դանդաղ տարբերակն է, որ պետք է գուշակեք շատ արագ, խնդրեմ։ Billie Jean։ Billie Jean, Michael Jackson։ Իհարկե։ Բրավո, հիանալի է։ Նույն սկզբունքով Համլետ եւ Մանե, դուք եք գուշակում, խնդրեմ։ Այդտեղ ավելի հարմար է։ Ժակո։ Այո, Ժակո, երգը որ կոչվում է Ժակո։ Ախ, չկա պես քեզ բայի։ Բայց Կապես քեզ պոհի։ Յանալի է, անցնում ենք առաջ եւ այս անգամ արդեն երգերը հնչելու են յետընթաց տարբերակով, reverse տարբերակով։ Պարքև եւ Մերի, խնդրեմ։ Eminem, բայց Երկանը դասենք, չէ։ հո երևի ես վերնագիր չեմ Real կարող։ Shady։ Չէ։ Slim Shady-ն է, հանել Էս ինչա որ վայ կորցնում խնդրում ես։ ասա packet Ահա, ինչ որ լավ։ մի բան։ Չեմ կարող Բայց երգը որ գիտենք չենք ուզում եմ դաստիարակչական հիմա նպատակներից ելնելով ձեզ չտալ հնարավորություն երկար մտածելու։ Երգը հասկացել ենք։ Հա։ Բարերը երգենք չի լինի։ Երգեք։ Գիտես։ Բայց հասկացա որ Ինձ թվաց ինչ որ տող գիտենք։ Ես այսքան ժամանակ դեռ ոչ մի երկողի չեմ ասում երգեք։ չեն կարողանում ապրել։ Lose yourself ստեղծագործությունն էր, որը ավաղ ձեզ չբերեց ոչ մի միավոր։ Շարունակում ենք։ Նույն սկզբունքով ձեզ համար է։ Կարող եք երկար լսել, կողմնորոշել, նոր սեղմել, որովհետև այդ ներքին պատիժիկը արտնացել է իմ մեջ։ Ես նույն կերպ կվարվեմ նայել ձեզ հետ սիրելիներս։ Խնդրեմ։ Միացել է։ Համլետ, սա դու պիտի իմանաս, սենց ասեմ։ Արի գնա կինո։ Ինչ որ մի իմաստով։ Բարաբամ Կարիբյան ծովահենների Կարիբյան ծովահենները։ Այո, Կարիբյան ծովահենները։ Բրավո։ Եվ ավարտված է նաև այս փուլը։ Ու այս փուլում 401 միավորով դուք առաջ եք անցնում ձեր մրցակիցներին, որոնք վաստակեցին 348 միավոր։ Մենք շարունակում ենք ամենահետաքրքիրը ու իմ սիրելին առջևում է։ Ճապոնացի թմբկահար Դասյուկե Իոնուեն պատահաբար է հնարել կարաոկեն եւ չի պատենտավորել այն, ուստի այս փուլից մենք նրան ոչինչ չենք վճարի հեղինակային իրավունքի համար։ 4-րդ փուլում երգելու ենք կարաոկե, բայց երգերի մեջ կան բաստողնված բառեր։ Մասնակիցները պետք է կատարեն երգը հնդածս հիշելով կամ գուշակելով բաց թողնված 7 բառերը։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան, ճիշտ երգված բառ նրանց կբերի 10-ական միավոր, իսկ բոլոր 7 բառերը ճիշտ կատարելու դեպքում կունենան ամբողջական 100 միավոր։ Եվ այսպես, այո, սիրելիներս, վոկալը ցանկալի է, արտիստիզմը ողջունելի, խաղում ենք բարաոկե, միավորների քանակով առաջատար զույգն է, առաջինը ընտրում 4 երգերից մեկը։ Եվ այսպես, տնից փախել եմ մի գտալ սեր, լորկե եւ սեր Երևան։ Նախ ընտրում եք, որոշում եք ով է ձեզնից երգում առաջինը, Համլետ, Մանե։ Ես լիրեմ առաջինը։ Առաջինը Համլետն է եւ Համլետը ընտրում է որ երգը։ Այստեղ ամենահեշտը կլինի լորկեն երգել, ինչ կասեմ։ Լորկե։ Եվ Համլետ լորկե ստեղծագործությունը կարաբարաոկե տարբերակով Բոլորից ներողություն խնդրում նախապես։ Ինչու՞։ Երգելու համար։ Հիմա կզգաք։ Հիմա կզգանք։ Հիմա կսկա քիչ է։ Հնդրեմ։ Վոկալը ցանկալի է, արտիստիզմը գնահատելի է, այնպես որ միացրեք ձեր արտիստիզմը ու կարծում եմ ամեն բան հիանալի կլինի։ Երաժշտություն։ Չեմ ես առաջինը ասել։ Սկսել է։ Հիմա կտեսնենք, հա։
Լորկե լորկե աղվոր բարե եկեք բարենք լորկե նշանդրուքին ինգազին եկեք բարենք լորկե 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 աղվոր բարե եկեք բարենք լորկե նշանդրուքին ու հարսրուքին եկեք բարենք լորկե Էլի եկեք բարենք լորկե Տղանասավ զուրնան փչեք եկեք բարենք լորկե Լորկե աղվոր բարե եկեք բարենք լորկե Տղանասավ զուրնան փչեք ցատկենք բարենք ախ լորկե Հարյուր ունեմ հարյուր Հարյուրին Բոլորովին 4 ճիշտ պատասխան Ինչը նշանակում է ունեք 40 միավոր Դուք ամբողջ երկը ճիշտ զգացիք բայց ճիշտ չերկեցիք Համլետ Դա չկարելի ճիշտ անվանել մեր համակարգը լսում է ամեն մի բառ Այո դուք աղվոր Բարենք բարերը ճիշտ եք երկել, հարսանիքինը չի հնչել, կնունքինը չի հնչել, ցածկենքը չի հնչել, բայց փոխարենը զուրնան ու ախը լավ հնչել է։ Այնպես որ 40 միավոր ունեք։ Եվ այսպես այժմ արդեն մերի եւ Պարքև ձեր հերթն է, որ երկն եք երկում, ով է երկում նախ սկսենք այդտեղից։ Ես երևի, եթե դեմ չես։ Սկսում է Մերի Քոչարյանը եւ երկում է Սիրուն մի բան Ցանկալի կլիներ, լավ, եկեք տնից փախել եմ։ Տնից փախել եմ։ Սիլվա Հակոբյանի երգն է։ Սիլվա Հակոբյանն է հիմնականում աչքի ընկել տնից փախել եմ ստեղծագործությամբ, տնից փախնելով դրա համար։ Բայց Այո։ բառերը չգիտեմ։ Հենց իր երգն էլ կհնչի։ Երաժշտություն։ Ախ, Կանաչ Գնաց։ չէ։ Կանաչ կարմիր շորերս հակել եմ։ այո, Խոնջապող չաստրել եմ կապել եմ։ ընտիր։ Թակուն տնից փախել եմ։ Եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ։ Կանաչ կարմիր շորերս հակել եմ։ Խոնջապող չաստրել եմ կապել եմ։ Թակում տնից փախել եմ, եկել եմ ձեր տան դիմաց կանգնել եմ։ Գիշեր ու ցերեկ մի խաբար բերեք, ինձանից յարից մի տարև տարեք, ասեք դուրս գա հնդրից, խոսք է տվել թող գա Հայաստանի ինձ։ Գիշեր ու ցերեկ մի խաբար բերեք, ինձանից յարից մի տարև տարեք, ասեք դուրս գա հնդրից, խոսք է տվել թող գա Հայաստանի ինձ։ Աշխարհի ասպաստերի երկն է Բրավո, ոչ, ավաղ կարող էր 100 լինել, եթե մի բարև տարեք, մի քիչ ավելի հստակ է, արեք, սենց է Բն բաց եմ թողել, պատահաբար։ Բն պատահաբար բաց եք թողել, ինչը պատահաբար ձեզ զրկեց 30 միավորից։ Եվ այս պարագայում դուք վաստակեցիք 60 միավոր։ Մանե Դեր հաշիվը ձեր օգտին է, մի տխրիր է կան է Բայց որքան է մեր հաշիվը, հիմա մի հատ հաշվարկենք, հա? Ձեր հաշիվը 441 է Իսկ մենք Եթե Իսկ հաշվենք դուք որպես 408 Պարքևը մենք կարող է հետ ենք 100 մեկը։ միավոր ստանալ եւ հավաքել Պիտի լավ կլինի ամբողջությամբ ճիշտ երկել։ 1 2 Եթե հիմա մանեն 7-ից 7 հավաքի, Ահա, Չէ, փուլը բաղաժամկետ կավարտվի ահա։ Մանե Տեսնենք թե ինչ Ես կարող արդեն եք հայտարարվել եմ երթը դու կարդաս խնդրում Շատ լավ Կատարագել է, այստեղ շատ տխուր է դա ասում, դե մանե Մանե, որ երկն եք երկում Նոր նայում ես սիրառատ երգեր են ինձ մնացել ընտրելու Ու Հիմա այսպես նայեմ Պարքևը որն է ուզում դա չընտրեմ Լավ, երևի Վերևին է, Վերևինը Պարքևն է ուզում Սեր Երևան Սեր Երևան Մնում է հիշել ես Այո Երաժշտություն Կետրանցի Նույս կա քո սրտում սեր որ չի սրտում հարազատ քո դիրքը բաց Դիմաց Որանչուն ես կանչում է տուն հարգում ես անգամ սիրում քեզ օտար ափերում Դարերը քար են քո նախշել ծնունդն ենք քո նշել Այո Շուտով տարիքդ առ
3000 չէ 2000 3000 Հեջան Երևան Ես ու դու ենք տերը տան Սերջան Երևան հայերի սրտի արքան Այո Հեջան Երևան ես ու դու ենք տերը տան Սերջան Երևան իներկան ու ապագան կներեք Բրավո 5 ճիշտ պատասխան 5 ճիշտ պատասխան, ինչը նշանակում է, որ փուլը վաղաժամկետ չի ավարտվել, ինչպես նախորդ փուլում ասացի, սա իմ սիրելի փուլն է ու ես ուրախ եմ, որ վաղաժամկետ չավարտվեց, որովհետև Պարքևին ունենալ տաղավարում եւ չլսել նրա կատարմամբ ուրիշ Դա շատ, այո, դուք դրա համար հատուկ, բրավո, մանեմ։ Եվ այսպես 491 միավոր Համլետինն ու Մանեինն են եւ 408 միավորով Մերին եւ Պարքևը։ Պարքև հիմա պետք է 7-ից 7 բառնել ճիշտ երգել միահամուռ 100 միավոր վաստակելու համար, որպեսզի անցնեք սուպեր խաղ։ Մի գտալ սերը հնչում է Պարքևի կատարմամբ։ Ինչ ես արմացած դու նայում միթե երջանիկ չես տեսել Զամացել ես Խոսում ու Սերացել ես Ուշ է բարարեկան Մի գտասել ես դու կոնցել Մի գտասել է պակասել Մի գտասել Քեզ տվել Մի գտասել չի պակասել 5 ճիշտ պատասխան, 5 ճիշտ պատասխան Պարքևի կողմից, բրավո Եվ 50 միավոր է վաստակում, ինչը ընդհանուր համագումարում ձեր թիվը դարձնում է 458, որը բոլորովին չի համապատասխանում այն նիշի հետ, որը կարող էր ուղեգիր հանդիսանալ դեպի սուպեր խաղ գնալու։ Ավարտված է բառահոգե փուլը եւ Մերի Քոչարյանը ու Պարքևը այս փուլում ես հրաժեշտ են տալիս, շնորհակալ եմ ձեր գեղեցիկ ներկայության եւ գեղեցիկ խաղի համար։ Իսկ Համլետ ու Մանե, մենք ձեզ հետ կհանդիպենք սուպեր խաղում։ Համերգային այս երեկոյի գլխավոր հերոսներին գլխավոր փորձությունն է սպասվում 120 վայրկյան կամ 7 երգ։ Անց կպարզենք արդյոք նրանք կհամարվեն բացարձակ հաղթող։ Մասնակիցներից մեկն ականջակալներով է ու բացարձակ ոչինչ չի լսելու բացի իր ներքին ձայնից։ Նրա խաղընկերը լսելու է տաղավարում հնչող երգն ու օրենքով չարգելված ցանկացած տարբերակով փորձելու է բացատրել, թե որ երգն է հնչում։ Էկրանին հայտնված դրոշը կհուշի թե որ լեզվով է կատարվում տվյալ ստեղծագործությունը։ Գուշակող մասնակիցը կարող է ասել հաջորդը, որից հետո կմիանա մյուս ստեղծագործությունը, սակայն ժամանակի հետ հաշվարկը կանգ չի առնելու։ Եվ այսպես իմ սուպեր խաղացողներ, մենք արդեն սուպեր խաղում ենք, որոշում ենք ով է ցուցադրելու, ով է լինելու ականջակալներով։ Քանի որ Մանեն է մեր միջի դերասանուհին մասնագիտությամբ, Այո։ Նա ցույց կտա, իսկ ես լավ ընկալում եմ։ Դու լավ ընկալում ես։ Ընկալողը եւ ցուցադրողը։ Երկուսի պարագայում էլ հերքում չկա ու ոչ մի կասկած չկա, դա իսկապես այդպես է։ Մանե ձեզ պետք է խնդրեմ, որպեսզի գաք դեպի կենտրոն։ Եվ պարտվում ենք հետո այսքանից հետո էլի։ Իհարկե, պարտվում ենք։ Բրավո, Մի դուք քանի րոպե արդեն անց։ սուպեր խաղում եք եւ շատ հաճելի է ձեզ տեսնել ամբողջական այս կերպարով։ Համլետ Վերջ։ Զգայարանները Անջատիր։ Զգայարանները ամենազգոն կարգավիճակում են։ Խնդրեմ գրեք ականջակալները, խնդրեմ մեր հնչյունային ռեժիսորին միացնել երաժշտությունը Համլետի ականջներում։ Ես չեմ լսում, ուղղակի ասեմ իմ Արդեն չեք լսում։ Հա։ Արդեն բարձր ես խոսում։ Համլետ դուք չեմ լսում, անկրկնելի եք։ Ձեզ չեմ լսում։ Մանե դուք ունեք 120 վայրկյան եւ 7 երգ, որ պետք է ցուցադրեք ձեր խաղընկերոջը ու նա պետք է կռահի։ Ժամանակը գնաց, մենք սկսում ենք սուպեր խաղը։ Երեք Հունվար փետրվար 3 ամիս Հունվար փետրվար սեպտեմբեր 3 սենտեմբեր Այո, ճիշտ է, 3 սենտեմբեր։ Զանգը, վերջին զանգը։ Վերջին զանգը, ճիշտ է։ Ճիշտ է, այո։ Սմբուլա լա լա է, սմբուլա
Կարենա, Ստամբուլ, Չէ այդ բառը։ Լամբադա, ճիշտ է։ Ես քո սիրտը, Նա ինչ լեզվով է։ Մագնիտ։ Նա ինչ լեզվով է։ Սիրո արցունքները, հաջորդը։ Հաջորդը։ Բասկետբոլ, խաղում ենք, գնդակ, Ահա։ իմ գնդակը։ Այո, ջանիմ գնդակ, ճիշտ է։ Կոշիկներս, ծնկներս, ոտքերս, տոտիկ, ճիշտ է։ Մորե, կոշիկ, դարս եվ սուրճը, մարի, Ճիշտ է։ ազնաբուրա, ես քեզ սիրում եմ, ես тебя люблю, das я люблю тебя, Ճիշտ է, իհարկե։ Շատ էի գորում կներեք, Բրավո։ հաղթեցինք, Դրոշիներ պետք ու շատիր լինել։ Եվ այո, խնդրեմ համեցեք, Սոլի բանալին ձերն է։ Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ ձեզ այս հիանալի խաղի համար։ Դուք իսկապես սուպեր խաղ ցուցաբերեցիք։ Եվ այս ուրախ նոտայով էլ ավարտվում է նոտան ու ավարտվում է Կոստանտին Օրբելյանի գալիս է ստեղծագործությամբ։ Գալիս ես դու ինձ մոտ Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ